Մարգարիտա, Ստեփման Վարդմանուշակ Մարգո։ Արդեն ուշ է, մի բաժակ եմ սարքել։ Թող իմանաս, երես ինչի է տխուր։ Հա, որովհետև քո նման սխալ ունի։ Այսօր բայց մի տեսակ ավելի տխուր է։ Որովհետև ամեն օր դրանում ավելի է համոզվում։ Դու ոնց որ ուրախ ես։ Ես քո նման տղա չունեմ։ Երազեր։ Մարգո, թարախ Մարգո։ Ալո։ Էնում աղբոր ծնունն այսօր։ Քո Վիկտոր, քո։ Դե շնորհավորում եմ Կարմեն ջան։ Իհարկե ես քեզ չեմ շնորհավորում, այլ ինձ, որովհետև բախտ եմ ունեցել քեզ ճանաչելու, քո հետ ընկերություն անելու ու նման բաներ։ Շնորհակալ եմ, շատ շոյված եմ։ Դե պատրաստվի, ես գառը վերցնեմ գամ։ Չէ։ Արի ես տարի էսպես անենք, ես մնամ տան, հա։ Ուզում ես գարանը քո տան հասցեն տամ, ինքը իրա ոտով գա, այդտեղ նշեք։ Չէ, ինչ նշել։ Նույնիսկ տնեցիները չգիտեն, որ այսօր ծնունդս է, չեն հիշում ավելի ճիշտ։ Լուրջ ես ասում։ Ոչ Facebook-ն է հիշեցնում, ոչ էլ Telegram ունեն։ Լավ չի։ Բա դու ուր ես, Վիկտոր ջան, ինչ ես անում։ Կաբինետից մտել եմ Mobile Center։ Այսինքն։ Դե չես հիշում, Ժաննայի ծնունդն էլ է։ Իր համար նվեր եմ ընտրում։ Լսիր, իսկապես մոռացել էի, շնորհավոր ես։ Ես էլ քոպես ամեն տարի մոռանում եմ։ Որ քո ծնունդը չլիներ, ես էլ չէի հիշի ու շուտվանից բաժանված կլինեի։ Լավ, ապրես Վիկտոր ջան։ Դե ինչ ասեմ, շնորհակալ եմ քեզ, որ զանգեցիր, ու նաև շնորհակալ եմ, որ անջատեցիր։ Դե քեզ լավ օր։ Samsung Galaxy S25 Plus-ը պլյուս։ Պապա, Աղջիկ ջան։ ես գնացի։ Լավ։ Հայրիկ, Հա, Զավեն ջան։ այսօր քեֆ ենք անելու։ Ինչի այսօր ինչ օր, ավոր։ Ոնց։ Այսօր աշխատավարձի օրն է։ Ամուսնյակ, շնորհավոր։ Ինչը։ Դե, ուզածիդ հասար, այսօր վայելելու ես նախաճաշին իմ պատրաստած լոլիկով ձվածեղը։ Ինչա, ուրախ չես։ Չէ, ինչի։ Չէ, ուրախ եմ։ Պարզապես մտածում եմ քեզ որտեղից այդքան փող, որ լոլիկ առնես։ Դրա համար լոլիկ էլ է պետք։ Ես գիտեի ուղղակի անունն ա տենց։ Մի ծռեք այդ դուռը, գալիս եմ։ Ոչ։ Ոչինչ։ Ինչ լինում է, թող ժեշտին լինի, հարճ ջան։ Ժեշտն ինչ է։ Լավ, այդ կարևոր չի։ Կարլենի մոտ եք եկել։ Հա։ Ճիշտ է, առանց նվերի եմ, բայց ինքը ինձանից չի նեղանա։ Նվերն ով է։ Այդ հաստատ կատակա, չէ։ Իհարկե չէ։ Լավ։ Հիմա ինձ ներս ես հրավիրելու, թե այստեղից պետք է գոռամ Կարլեն, ծնունդդ շնորհավոր։ Սմբատ ջան։ Էս ոնց որ հոպար չասի։ Ճիշտն ասած, տրամադրություն չունեմ։ Կարլենս հիվանդացել է, վատ պարկած է։ Պատկերացնում եք, մարդը իր ծնունդի օրով անկողնային հիվանդ լինի։ Սպաս, որ լուրջ բան չկա։ Չէ, սեզոնային գրիպ է, ուղղակի ինքը ծանր է տանում։ Մենք որոշել էինք ռեստորանում նշեինք, դե պարզա ձեզ էլ պիտի հրավիրեինք։ Բայց դե որ սենց եղավ, հիմա նույնիսկ մոտը չենք կարողանում մտնել։ Լավ չի, բայց կարծում եմ, որ մի հատ արագ մտնեմ մոտը, շնորհավորեմ ու դուրս գամ, ամիջապես կլավանա։ Չէ, Սմբատ ջան, չեք կարող։ Ճիշտ է, ինքը ձեզ բան չի ասի, բայց հետո ինձ չի ների, որ թույլ եմ տվել ներս մտնեք ու վարակվեք։ Լավ, ափսոս, ինչ ասեմ։ Ես ձեր անունից անպայման կշնորհավորեմ։ Առողջություն եմ ցանկանում։ Մարգո է ով է։ Հեչ, հողի մարդն էր։
Արա, ես ինչ ես անում։ Չես տենում չորահաց եմ ուտում։ Բա ոդկդ ինչի ես հողի մեջ դրել։ Հա, հողաբուժությամբ եմ զբաղվում։ Դրել եմ հողի մեջ, որ ցավը քաշի հողը։ Պարզ է։ Հաշվի առնելով, որ 30 վայրկյան անցել է ու դու դեռ ինձ չես վիրավորել, ակնհայտ է, որ ինչ-որ բան է ինձ պետք։ Ճիշտն ասած, ես չէի պատրաստվում քեզ վիրավորել։ Բայց դու ճիշտ ես, ինձ քեզնից ինչ-որ բան է պետք։ Ինչ է պետք որ։ Կարող ես պապայիդ մի քանի ժամով զբաղեցնել։ Կարող է գիտես, ես սերիալ եմ մի քանի ժամով զբաղացնեմ։ Վայ, ուզում եմ իրան անակնկալ մատուցեմ։ Ծնունդն այն չանակնկալ։ Չէ, ուղղակի ես աշխատանքի եմ ուզում ընդունվեմ։ Դու հասկանում ես, չէ, դա ինչ ուրախություն կլինի իր համար։ Դու ինձ ես անակնկալանում։ Ամբողջ օրը մունաթդ չեմ լսի։ Գիտես այդ ինչա։ Տեսար, քո շահերից էլ է բխում։ Ինչ է պետք անել։ Դե, տես, ես հիմա գնում եմ հարցազրույցի։ Պետք է պապայիդ նենց զբաղեցնես, որ իմ բացակայությունը չնկատի, որ իմ կարիքը չունենա ինձ չկանչի, կամ եթե կանչի, ասես բաղնիքում զբաղված է։ Մի խոսքով Արամ ջան, դու շատ լավ երևակայություն ունես, ես վստահ եմ, որ ինքդ մի բան կմտածես։ Իմացի արածը։ Դե գնա։ Հեսա հողը ցավը քաշը կգնա։ Իր։ Լավ կատակ եմ անում։ Գնա։ Մարգոն որ տեսնի ցեխոտ ոտքերով մտել ես հյուրասենյակ, քեզ կսպանի։ Չի տենա։ Հրճ չի սպանի։ Ուր ես գնում։ Գնամ տեսնեմ Մարգոն ինչ է անում։ Հերս, տղետ ստե նստես դու գնում ես Մարգո տենաս։ Արամ, Հերս միակ չես հարցնում, Արամ ջան, մոտդ ամեն ինչ նորմալ է։ Կարող է ես եմ պրոբլեմ։ չեմ հարցնում, որովհետև գիտեմ, որ պրոբլեմ ունես։ Դու ոտից գլուխ պրոբլեմ ես, բալես։ Լավ բաներ չես անում, հերս։ Ինչ է եղել, ինչ ես ուզում։ Հիմա պատմում։ Առաջարկում ես մեր բացօթյա տարածքը վճարովի սարքենք։ Ինչի։ 2 բաժակ սուրճ են պատվիրել, 3 ժամը նստած են։ Մամատ։ Մամաս տեղ ինչ կապ ունի։ Չէ, հարցը սխալ ձևակերպեցի, պետք է ասեիր մամաս այստեղ ինչ գործ ունի։ Մամա հովատ բան չի եղել։ Եղել է։ Պապատ, Պապան ինչ։ հանգիստ, այդ աստիճան վատ բան չի եղել։ Կասեց վերջապես ինչ ա եղել։ Որ թույլ տաս խոսեմ, կասեմ։ Առավոտից պապատ վատ էր իրան զգում։ Չի հասկանում ինչ է կատարվում։ Հետո իմացա, որ այսօր պապայի ծնունդն է, Գաբի։ Մենք էլ չենք շնորհավորել, ինչ ամոթ, հա մամա։ Հա, բայց հանգիստ, ես ամեն ինչ մտածել եմ արևս, հիմա ասում եմ ինչ ենք անում։ Մենակ չասես, որ մեդիտացիա ենք անում ու կրկնում ենք Կառլենը մեզ կների, Կառլենը մեզ կների։ Գաբի, ասեցի չընդհատես, ժամանակ չունեմ։ Պապատ չգիտի, որ տնից դուրս եմ եկել։ Այն շուռ տված աղբորդ խնդրել եմ, որ զբաղեցնի, որ չնկատի, որ տանը չեմ։ Ու եկել եմ քո մոտ։ Խեղճ պապա, ծնունդի օրով մենակ Արամի հետ ա մնացել։ Իմ աչքի առաջ, հերս, պատկերացնում ես իմ աչքի առաջ։ Ինչ է քո աչքի առաջ։ Ինչ ենք խոսում։ Հա, հիշեցի։ Իմ մանկական տրավմաներից է այդ հերս, այդ մանուկ ընկավ հեծանիվից ու ոտքը վնասեց։ Ասածս ինչ է։ Ամբողջ օրը մենք պապայիդ ոչ մի բան չենք ասի, չենք շնորհավորի։ Հետո երեկոյան անակնկալ կանենք, բայց կձևացնենք իբր առավոտից գիտեինք, որ իր ծնունդն է, բայց ուզում էինք նյարդերի հետ խաղայինք։ Դեսի պես լավ բան ես ասում։ Ասա, մենակ եմ մտածել։ Իսկ ինչ անակնկալ եք մատուցելու։ Աղբերն այդ խմիչք կվերցնեն, դու այստեղից խորոված ինչ-որ բաներ կբերես, ես էլ Չէ, ինչը չէ։ ես տեղից ոչ մի բան էլ չեմ բերի։ Չհասկացա, հնարավոր չի, որ տնօրենդ մի փոքր զեղչ անի քո համար։ Ես ինչ ընդունվել եմ ստեղ աշխատանքի, իմ տնօրենը մենակ զեղ չի անում։ Վահանը շատ հանդուրժող ու շատ լավ տղա է։ Ես իրան չեմ շահագործի։ Չհասկացա, ինչ է նշանակում Վահանը շատ լավ տղա է։ Բա Միգելը։ Մամա մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Ինձ մի նյարդայնացրու, հա Գաբի։ Առանց էնել ես այսօր պետք է տորտ պատրաստեմ։ Բայց դու տորտ պատրաստել չգիտես։
Ես լոլիկով ձվածեղ պատրաստել նույնպես չգիտեի, բայց պատրաստեցի, չէ՞։ Ու այդ անգլացին որ ասեց, կացերիս ռուլը թեքեցյուն մի անգամից ապ։ Դե որ ճիշտ ասեմ, մի քիչ խմած էի, թե չէ տենց բան հաստատ չէի անի, էլի քեֆս լավ էր։ Բայց դե ինչ երկար ասեմ, գնացի հասապ, հիմա այս երեխեքը մի կողմ են փախնում, հենց ծնողները մյուս կողմ են փախնում, բայց դե լավա քիչ մարդ կար։ Թե չէ, մի բան լինելու էր, հավայեն գնայի մեղքի տակ։ Ինչ հետաքրքիր է լսի։ Իսկ հիմա ինչ եմ անում։ Բիբար եմ դասավորում։ Եվ Զավեն, բա հետո ինչ ես անելու։ Իսկ հետո պետք է գնամ կարտոշկա կրեմ։ Լսի լավ է կարևոր չի, ուրեմն մի օր Մոնտե Կարլոյում։ Իա, սմբացա, բարև ձեզ։ Չէ, ես այսօր խմած չեմ։ Ոչինչ, դեռ կհասցնես։ Չէ, ես շեֆիս խոսք եմ տվել։ Ասել եմ, որ աշխատանքային ժամերին ոչ մի խմիչք իմ խոսքն էլ խոսք ա։ Աշխատանքային ժամին հասկացամ։ Բագորդից հետո Դե լավ ձյաց սմբատ ինձ լրիվ արկաշի տեղ ես դրել։ Պետ ինչի ես պետք է ամեն օր խմեմ, որ։ Այ տղա, բա հորդ ծնունդը չես շնորհավորելու։ Հորս ծնունդը։ Հա, ոնց չեմ շնորհավորելու։ Ինչ կա, պապ, իմ հետ գործ ունես։ Հա բալես, արի մի ժամով գնանք բանկ։ Բանկ։ Բա խանութը։ Եվրոպա տեսած տղայա։ Այս փոքրիկ խանութին մի ժամով տիրություն չի կարողանի։ Հա, հանգիստ գնացեք։ Ես խոսք եմ տալիս, ոչ մի բան չեմ ջարդի։ Արի Անահիտ։ Լավ, միջև մեր գալը ոչ մեկին պարտքով ոչ մի բան չես տալի, լավ։ Անահիտ ջան, որ ինձ լսես, ընդհանրապես ոչ մեկին էլ պարտքով ապրանք չես տա։ Հա, որ։ Դե, բացի քո աշխատողներից էլի։ Այ Զավեն, հրա դու ոնց կարայիր քո հոր ծնունդը մոռանայիր, հրա մեռն ես ավելի լավ ա Զավեն։ Կլինի մենք գնանք բանկ գանք, նոր քո մտածածը անես, լավ։ Ես նկատի ունեի, ուղղակի այնտեղ ես քեզ չէի նկատել։ Հուսով եմ ավելի ուշադիր կլինես, որ հետո խանութ մարդ մտնի։ Հա, իհարկե։ Մամ, դու այդ տորթի պահը լուրջ էիր ասում։ Իհարկե լուրջ էի ասում։ Գոնե բաղադրատոմս ունես։ Հեռախոսով կնայեմ։ Մամա, եթե դու հեռախոս ունենայիր, ինձ կանչելու համար կգայ ստեղ հաստենք։ Խելք եք թողել։ Լավ, նայ ինչ կանենք։ Դու հիմա արագ գնատուն, քանի պապան չի նկատել, ես Վահանի հեռախոսով բաղադրատոմս դուրս կգրեմ։ Օրինակ խնձորով տորթի։ Ընտիր։ Վահանին էլ կխնդրեմ շուտ դուրս կգամ։ Ինչ է նշանակում Վահանին կխնդրեմ, կասես գնում եմ եւ վերջ։ Մամա, Ինչ։ հետո կգնամ Զավելի մոտ, նախ իրան կասեմ պապայի ծնունդի պահով, առավոտն էլ իրանց խանութից կանեմ կգամ տուն։ Այդ բարադին էլ կասես, թող մի բան էլ իրանք անեն։ Լավ, բայց դու կարես հիմա արագ գնաս տուն, հիշի, պապան Արամի հետ է։ Լավ, գնաց։ Գիտես, չէ, այսօր պապայի ծնունդն է, ինքն էլ տանը մենակ է։ Դե մենակ չի էլի աղբորս հետ է, ինչը ավելի վատ է։ Կարամ այսօր շուտ գնամ։ Վահան ջան, բայց մի խնդրանք էլ էլի ունեմ։ Պատկերացնում ես ԱՊԼ-ում այս տարի ֆավորիտը Արսենալն է։ Դու գիտես որ պապայի ծնունդն է։ Բա ինչի բան չէիր ասել։ Բա որ գիտեիր, ինչի մեզ չէիր ասում։ Ես նոր եմ հիշել։ Հետո ոնց կեզ ասեի, որ հեռախոս չունեմ։ Լավ, հիմա այդ կարևոր չի։ Լսի, մաման շատ լավ բան է մտածել։ Շատ կասկածում եմ, որ մամա հետարքիր բան կարող մտածած լինի, բայց ասա։ Հիմա սրանք 10 հոգով հարցակվում են վրես։ Ես էլ մենակ եմ, ինչ պետք է անեմ։ Իրանք էլ 10-ն էլ ամեն մեկը մի հատ ես, բոյները 1.70։ Ասում եմ ինչ եմ անելու ու ձևը կթա։ Հասկացա, որ պետք է արթնանամ ու արթնացա։
Արտուր ջան, լսում։ Շնորհակալ եմ։ Հա, եղբայր, հա։ Լավ։ Էլի մեկ անգամ շնորհակալ եմ։ Ապրես։ Հերս այդով քերն է անընդհատ զանգում, դու էլ անընդհատ իրաց շնորհակալ ես։ Մի քանի ժամանակ առաջ լավություն եմ արել ու այդպես մի բան է։ Լավ, շարունակենք։ Ուրեմն, կռազի շոֆերը քշում է վրես։ Հաչենեցում ամագա բան ամտածել։ Դե եկեք սենց անենք։ Դուք այդ տորթի պահը կազմակերպեք, ես էլ գնամ Արամիկին վերցնեմ, տենամ այդ գառը ոնց եմ ճարում։ Դու այդքան փող ունես, որ գառ առնես։ Կամ ընդհանրապես Արամին ինչի ես տանում։ Գաբի, իհարկե փող չունեմ։ Գառը պետքա գողանամ։ Արամիկին էլ տանում եմ, որովհետև Արամիկն էլ է բնության ինչ-որ մի մաս։ Իր այդ ավելի հեշտ կլինի գտնելը։ Զավեն ինչ ես խոսում, ինչ գողանալ։ Բամոտ չի։ Ես դուք փինգբերի ունեք։ Դեսի կարամ մի հատ պաղպաղակ վերցնեմ։ Շեֆը չի նկատի, չէ։ Գաբի ջան, ուզում ես գողանաս։ Բամոտ չի։ Պաղպաղակի գողը գող չի։ Լսի ես տորթի բաղադրիչներն եմ, դու կամաց սկսի դասավորել։ Ես ինչա, 4 հատ ձու, 100 գրամ ալյուր, աղ տանը կա, շաքարավազ տանը կա, եգիպտացորենի ու կարտոֆիլի օսլա, ուսնան ինչա, գաբի օսլան ինչա։ Դու ես Եվրոպայում սովորել, ես պիտի իմանամ, համել մի խանգարյա, հազիվ ընկել եմ լավ հիշողությունների գիրկը։ Դեղ ինչա վրում է, կաղցերութը թու խնձոր, դե էդի հեշտ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անահիտ ջան ծանոթացի քույրս է Գաբին։ Գաբի ջան ծանոթացի Անահիտն է խանութի սեփականատերը։ Բարև ձեզ։ Դե ոնց հասկացար այսօր Հայդիկի սնունդն է, Գաբին եկել է որ առևտուր անի ու հնարավորության դեպքում ինձ էլ հետը տանի։ Հա, ճիշտ ասած պապային ուզում ենք անակնկալ անենք, Զավենն էլ դե կարևոր բաղադրիչներից է, էլի։ Դե նկատում եմ կարևոր է։ Խնդիր չկա։ Ոյ, շատ շնորհակալ եմ Անահիտ ջան։ Անահիտ ջան, ստեղ ցուցակն է առևտրի, ոքի ես ընդեղ մի քանի բան կար չհասկացա, էլի։ Մեկ էլ խնդրեմ Գաբիի վերցած պաղպաղակը հաշվես։ Այդեց վիճակ։ Թերս դու իմ տեղը լների ինչ կանեի։ Չգիտեմ, Արամ ջան, չգիտեմ։ Ես կարծում եմ չկա նման իրավիճակ, որտեղ ես կարող եմ քո փոխարեն հայտնվել։ Marco, դու ես։ Հա։ Հեն ոնց անցավ հարցազրույցը։ Ինչ հարցազրույց։ Դու չէր գնացել աշխատանքի ընդունվեիր։ Հա, այդ ասեցին մենք ձեզ կզանգենք։ Բա ինչին է զանգելու։ Գիտես ինչ, եթե մեծ ցանկություն ունենան, կգտնեն ուր զանգեն։ Հացա, այդ էլ կա։ Ես դուք գործի չեք։ Ասացինք պապայի ծնունդն շուտ դուրս եկանք։ Հա, խափել եք։ Ես էլ էի դպրոցում տեն շատ անում։ Արա։ Ուր։ Գնամ շնորհավոր եմ պապային։ Դրա համար էլ ես այս միկրոօրգանիզմի ոչինչ չէի ասել։ Գիտեի, որ փչացնելու անակնկալը։ Ինչ անակնկալ։ Կասեմ։ Մամա, այս տորթի բաղադրիչներն են։ Էս էլ բաղադրատոմսը։ Գլուխ կհանես, չէ։ Ես այսօր առանց լոլիկի լոլիկով ձվածեղ եմ պատրաստել։ Այդ ինչա որ գլուխ չհանեմ Գաբի։ Դե դա, մենք էլ կգնանք գարան հետևից։ Բայց մենք փող ունենք։ Չէ, բայց մենք քեզ ունենք։ Գնացինք։ Զվո ջան, ես չեմ կարա։ Ես այդ ցնկի պատմություններից հետո չգիտեմ ինչեր եմ արել այս գյուղում։ Կարող է դուրս գամ ես հովաշենում ինձ սպանեն։ Արա, բայց քեզ ով ասում որ մենք պետքա հովաշենից այդ գարը վերցնենք։ Ուրիշ գյուղերից կվերցնենք։ Այտենց էլ չեմ կարա։ Ոտը սավմա։ Արա, բոլորս մի բան արել ենք, դու էլ պիտի մասնակցես։ Հետո մենք ավտո ունենք, մոռացել ես։ Հա որ։ Արա չհասկացա։ Քո հոր ծնունդին չես ուզում մի հատ գար գողանաս, այ ոշխար։ Հետո հիշի, ամեն իր ծնունդին մենք գար ենք մորթել։ Ճիշտ ասում։ Լավ, գնանք, բայց ես եմ քշել ավտոն։ Դու մեխանիկա քշել գիտես։ Այդ որն է։ Ապեր գնացինք, արի։ Արի արամ։ Գաբի, դու գնա պապայից զբաղեցրու, մինչև ես այդ տորթը կպատրաստեմ։
Գնա։ Okay. Պապ, Դու աշխատանքի չես։ չէ, այսօր խնդրել եմ մի քիչ շուտ դուրս գամ։ Կարող եմ բանապատել։ Ուղղակի քո հետ շատ կարևոր բան ունեմ խոսալու, պապա։ Հիմա էլ դու։ Ինչ է նշանակում հիմա էլ դու։ Դե քիչ առաջ Արամը եկավ դրամատրությունը սկսեց էնել այսօրով։ Ինչի այսօր ինչ օր է։ Ոչ։ Ինչ օր է որ պարզապես լավ օր էր սկսել ու կարևոր չի, ասա ինչ ես ուզում։ Լսի, պապ, օրինակ ինչ ես կարծում, որ մի եղունգս կոտրվել է։ Արժի մնացածն էլ կտրել։ Մաման շատ խելացի է, գնա իրան հետ հարցը։ Մենակ թե քո վրայից ցրես, հա։ Ես մամայի հետ արդեն խոսել եմ, ինձ տղամարդու կարծիք էր պետք։ Լավ, դե եթե այդքան կարևոր է, ուրեմն ասեմ։ Լսիր աղջիկ ջան։ Ոնց կա թող դեցել մնա։ Ոնց, պապա։ Ու եղունգները սինխորությունից ընկնեն, հա։ Հա։ Ափսոսա։ Շաքարավազի կա, արյուր, ծունի, 2, 3, 4, 5, 6 հատ, 3 հատ խնձոր, դվորակ, սա յուղը, միա պետք է, բայց ուր այդ թողթա։ Ես էլ իրան ասում եմ, քեզնից ինչ ընկերուհի։ Լավ չի։ Գաբի! Մի րոպե կգաս։ Պապա, տեղ չգնաս, հեսա գալիս եմ։ Պիտի շարունակեմ։ Ոնց ասես աղջիկ ջան։ Դու բաղադրատոմսը ինձ տվեցիր, չէ։ Հա, մամա, Հաստատ։ 100%։ Բա ուր է չեմ կարողանում գտնել։ Մամա, նույնիսկ եթե չգտնես, հիշի, որ դու լոլիկով ձվածեղ առած լոլիկ ես սարքել։ Խնձորով տորթը ինչա, որ չկայանաս։ Հատկապես, որ խնձորը ունես։ Ճիշտ ես ասում։ Ինչ էր ասում մաման։ Հեչ, ոչ մի կարևոր բան։ Նեղացել էր, որ քո հետ կիսվում եմ, իր հետ չէ։ Հա։ Բարս։ Արի դու գնա մամայիդ հետ կիսվի, մի նեղացվի իրան։ Բայց ես իրեն չեմ նեղացնում, ինքն է նեղանում։ Որտեղ էի կանգ առել։ Մամա։ Լավ չի։ Հա, ճիշտ է, հիշեցի։ Ես իրեն ասում եմ, դու որ իմ սումուչկայից առավ, ես քեզ բան ասեցի։ Ասում եմ, չէ, դու ես չասցի, պես դու չէիր հետ կարա։ Հասկանում ես, պապա։ Բա հիմա ինչ անենք։ Ես առաջարկում եմ հրաշալի մի բան։ Այն ամենածանր գործը ես եմ անում։ Այս շոքին, կրակին, տառապանքին ես կմնամ ստեղ տանջվելով կսպասեմ։ Մինչև դու քո համար թեթև կգնաս, ասենք, սաղ գյուղով ման կգաս, մի հատ մեքենայից հասկացող մարդ կգտնես, կբերես ստեղ։ Հոտով գնա։ Եթե կարաս մեքենայով գնա։ Լավ, գնամ տնամ ինչ եմ անում։ Պատկերացնում ես, նկարիս տակ գրեց անճաշակ, մի հատ էլ լատինատառով, միանգամից բռնեցի բլոկեցի այդ fake agent։ Ինչ հոտա։ Ինչ հոտ է։ Ոչ մի հոտ էլ չկա։ Համել պապա, ես քեզ կարևոր բան եմ պատմում։ Դու իմ վրա հա կենտրոնացի։ Լավ։ Ոնց ասես աղջիկ ջան։ Էդե, մտքից թելը կտրվեց։ Հիմա ստիպված պիտի սկզբից սկսեմ։ Ուրեմն Instagram դասեցի, անունս դրեցի Քյութիկը։ Հարց չգտա ավտոյից գլուխ հանող։ Բայց հասկացա, որ շոքից կարող ուշ կգնա, կոմանտիր պաղպաղակ եմ բերել։ Այդ գերազանց բան ես արել, այդ ափսոս, որ մեքենայից հասկացող մարդ չես բերել։ Ինչ լավն է, իրոք ինչ շատ է, XXL էլի։
Գիտես, մենակ քո համար իմ ավագ եղբայրը։ Մայմեն չենք անում։ Դուբիան։ Արի ուտենք, հետո կհասկանանք։ Ինչ եղան դրանք։ Մամ, կարող է ինչ-որ բան ա եղել։ Չէ հա, մենք այդքան բախտավոր չենք։ Բայց սա պապան կքնի է։ Լավ, հիմա նա ինչ ենք անում։ Դու գնում ես պապայիդ մոտ, ես գնում եմ տորթի մոտ, վստահ եմ արդեն սառել է։ Միասին կբարձրանանք, կշնորհավորենք։ Դրանք էլ թող ռադ լինեն։ Մի անգամ բան էինք խնդրել։ Մարգո, արի անկողինը բաց հրա։ Պապուչկա, ոչ մի քնել։ Լավ էլի Գաբի ջան, թող մնա մնացածն էլ վաղը կլսեմ էլի։ Պապ, ես զարմանում եմ, դու ոնց մինչև հիմա չես հասկացել։ Ինչը պիտի հասկանայի Գաբի ջան։ Էս իմ անիմաստ խոսալը, երկար պատմություններ պատմելը, այդ ամեն ինչը մեր պլանի մի մասն էր։ Ինչ պլան։ Մենք քո ծնունդը չենք մոռացել։ Մենք ամեն ինչ հիշում ենք, էս անակնկալ էր։ Ծնունդը շնորհավոր պապուչկա։ Վայ, ապրես ցավը թող։ Մամա տորտիկը բեր։ Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear Carlen. Happy birthday to you. Հատուկ քո համար, Կարլենս։ Հավատացեք, շատ զգացված եմ։ Ապրեք, շատ շնորհակալ եմ։ Բա տղերքս ուր են։ Տերեք, հայրից, տերեք։ Երես, թակավորս, ամենս, մտածում էի ծնունդդ մոռացել եք, Գաբոնու զվը կարող է մոռանալ, բայց ես հաստատ չէի մոռանալ։ Անտերեկից տեղեն ամել գարի միսն աստեղ։ Ապրեք, տղեր ջան, շատ շնորհակալ եմ։ Հո չեք բռնվել։ Չէ, ինչ եղել է օրենքի սահմաններում, հետ մի սարել ենք։ Բա փողը որտեղից։ Մեքենան վաճառեցինք։ Ո՞նց։ Ավտոն ծախենք։ Բա մնացած փողները։ Մնացած փող։ Մնացած փողով էլ տաքսով եք անում։ Հենց այդ մարդը տաքսով բերեց։